ձեր ենթակայության տակ անմիջապես լինելով շուրջ 140 միլիոն դրամ տանուլ է տվել կազինոյում եւ դուք դրանից բացարձակ տեղյակ չեք եղել։ Նախ գումարը այդ գումարը չէ եւ քրեական գործ է հարուցվել եւ հիմա նախաքննություն է ընթանում եւ քրեական գործի նյութեր կպարզվի թե ինչպես է դա հնարավոր եղել։ Բժշկական կենտրոնի ղեկավարությունը փոխվել է, ներկայումս այլ անձ է ղեկավարում, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել եւ ըստ էության քրեական գործի շրջանակներում այդ անձը կբնութագրվի ինչ է արել, ինչպես եւ ըստ էության ճանաչել եք տվյալ անձին տիկին նախարար։ Ինչ անշանքում ճանաչում է, տնօրենն է իհարկե։ Աչքի ընկել է խաղամոլությամբ։ Խաղամոլության, այո, ինչեր անցնում, Կոռուպցիայի կանխարգելման նման ընթացակարգ չունենք, բայց իհարկե լավ բան եք ասում, կարելի է նախատեսել, կարծում եմ կարևոր բան կլինի։ Ձեր ենթակայության տակ գործող կոնկրետ քրեակատարական բժշկության կենտրոն պլատնում մարդիկ մահանում են տիկին նախարար եւ ըստ էության արտադրության նախարարի հետ ես զրուցեցի, ասում է քրեակատարական հիմնարկը ամեն ինչ արել է։ Բժշկական կենտրոնը պետք է ժամանակին համապատասխան փաստաթղթերը ներկայացնել, որի արդյունքում ենթադրյալ Ես վստահ չեմ, որ դուք ներկայացնում եք ինչ որ ասել է արտադրության նախարարը, ուրեմն տեսեք, եթե թույլ տաք պատասխան։ Ընդհանրապես հիվանդանոցներում էլ մարդիկ մահանում են։ Բժշկական կենտրոնները եւ նաեւ ՕԱԿ-ի խնդիրն է ապահովել նոր ստանդարտներով ժամանակակից բժշկական օգնություն, ինչը մենք արել ենք։ Եթե ուրեմն ուզեք միասին կարող եք գնալ Արմավիր քրեակատարական կենտրոն եւ դուք ձեր աչքով տեսնեք, թե ինչ պայմաններում, ինչ սարքավորումներով եւ ինչ հագեցվածությամբ բժշկական ծառայություն է մատուցվում մեր ազատությունից զրկված անձանց։ Ես շարունակում այո, ուրեմն ազատությունից զրկված անձանց առողջության մասին, թե նրանց դեղորայքային ապահովման եւ մասնագիտական նաեւ ապահովման հեռաբժշկությամբ եւ նաեւ քաղաքացիական հիվանդանոցներում չկա մեկ անգամ անձ, որը որ կարիք է ունենում ստանալու Հայաստանում արկա բուժօգնություն եւ նրան ըստ ընթացակարգերի այդ բուժօգնությունը չի տրամադրվում։ Ըստ էության մենք ունենք նաև հաջորդիվ մեր քայլերն են, այն ստանդարտները, ինչ ապահովել ենք Արմավիր քրեակատարական կենտրոնում, ապահովել նաև մյուս ՕԱԿ-ներում, ինչի շուրջ իհարկե աշխատանքները ընթանում են։ Ես կարծում եմ, որ ծառայությունը ընդհանուր առմամբ վերափոխված է եւ այո, ընդհանուր մեր աշխատանքները թե արտադրության նախարարության եւ թե առողջապահության նախարարության շարունակական եւ հետեւողական լինելու են, որպեսզի մեր բոլոր տեղերում գտնվող անձինք համապատասխան բուժօգնությունը անհրաժեշտության պարագայում։ Նախարարներն ասում են անձամբ ինձ հետ զրուցում, այն 2 օր առաջ մայիս Եղոյան